Կան իհարկե այդպիսի երկրներ, որոնք ելք չունեն դեպի ծով, բայց շատ զարգացած երկրներ են, օրինակի համար Շվեյցարիան կամ Ավստրիան կամ Չեխիան, բայց նրանք ունեն իրենց յուրահատուկ լուծումները։ Մասնավորապես, օրինակի համար ես ձեզ ցույց տամ մի այսպիսի, սա Շվեյցարիայի քարտեզն է։ Եթե տեսնում եք, Շվեյցարիան ունի ելք դեպի հյուսիսային ծովեր, շնորհիվ Հռենոս գետի, եւ Շվեյցարիան կառուցված է Բազելում, կառուցված է մի նավահանգիստ, որը թույլ է տալիս ապահովել Շվեյցարիայի կապը ծովային ուղիով ամբողջ աշխարհի հետ։ Ավստրիան այդ խնդրը լուծում է Դանուբի միջոցով, այսինքն Վիեննայից ունի այդ ծովային կապը դեպի Սև ծով։ Եվ Չեխիան այդ հարցը լուծվում է Էլբայի միջոցով։ Այսինքն այս երկրները ունեն ըստ էության ծովային կապ։ Մենք դա էլ չունենք։ Հայաստանը այն վիճակում է, որ մենք որևէ ծովային կապ չունենք։ Հետևաբար սա մի հատ ծանրագույն խնդրեմ է, անկախ բոլոր քաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներից մենք այս խնդիրը ունենք։ Ամենալավ վիճակում էլ այս խնդիրը ունենք։ Հետևաբար, դա էլ ասեմ, որ համաշխարհային բանկի տվյալներով այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, տրանսպորտային ծախսերը նստում են 50%-ով ավելին միջին հաշվով։ Հասկացանք, ոնց է մեր տնտեսությունը խեղդվում ամեն դեպքում, անգամ եթե սա խնդիրները լուծված լինեն։ Հիմա այս իբր քիչեր Հայաստանը իրականում նաև գտնվում է շրջափակման մեջ, որը պայմանավորված է արդեն արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներով, մասնավորապես 1992 թվին ամենամեծ փլուզումը մենք ունեցանք այն պատճառով, որ փակվեց Աբխազիայի երկաթուղին, որը մեզ կապում էր Ռուսաստանի հետ։ Եվ հիմա մեր միակ ելքը, երկաթուղային ելքը դեպի ծով, գիտեք, Վրաստանի միջոցով է, որը մեզ բավականին խոցելի է դարձնում նաև տնտեսական առումով, որովհետև Վրաստանը այս պահին մոնոպոլիստ է դեպի նավահանգիստ ճանապարհներ տրամադրելու հարցում եւ կարողանում է մեզ վրա իր պայմանները փաթաթել, թելադրել։ Եվ ուրեմն հասկանալի է, որ այս ամեն ինչի ֆոնի վրա շատ կարևոր նշանակություն է ստանում այն ծրագիրը, որի մասին հայտարարեց կամ թմբկահարեց մեր կառավարությունը այսօրվա, դա այսպես կոչված TRIP ծրագիրն է։ Դուք բոլորը տեղյակ եք այդ ծրագրին, իհարկե դետալներ կան, որ մեզ չեն ասում, թաքցնում են, դեմագոգիայով են զբաղվում։ Մենք գիտենք, որ ինքը Թրամփը ասել է, որ 99 տարով Հայաստանը տալիս է այդ միջանցքը, հենց միջանցք անունով էլ կոչել է դա, տալիս է Միացյալ Նահանգներին, որը եւ կապահովի Ադրբեջանի կապը, ու դա հենց Թրամփի ելույթի մեջ էր, կապահովի Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։ Հիմա եկեք մի հատ հասկանանք, այնուամենայնիվ, արդյոք այս ծրագրի իրագործումը լուծում է այն հարցերը, որոնց մասին մենք խոսեցինք։ Նախ եւ առաջ մի հարց է առաջանում, որն է հետեւյալը. Հայաստանը երկաթուղով փոխկապակցված չի։ Այսինքն մենք օրինակ Երևանը երկաթուղային կապ այսօր չունի Մեղրիի հետ, Կապանի, Սյունիքի հետ ընդհանրապես։ Եվ այս հարցը չի լուծվում։ Այսինքն Հայաստանի ներսում մենք միևնույն է այս կապը չունենք, երկաթուղային կապը, անգամ եթե TRIP-ը իրականացվի։ Ինչը նշանակում է, որ այս պրոյեկտի իրականացման դեպքում իրականում Սյունիքը տնտեսապես ավելի շատ կկապվի Ադրբեջանի հետ։ Եվ սա իրականում ապագայում կարող է դառնալ եւ դառնալու է շատ լուրջ խնդրեմ։ Այս խոսում ենք այն բանի մասին, որ ընդհանրապես ասենք
համարենք, որ իդեալական կիրականացվի այն, ինչ որ մեր կառավարությունը այսօր մեզ մատուցում է։ Երկրորդ խնդիրը, որի հետ մենք բախվում ենք TRIP ծրագրի իրականացման հարցում, դա այն է, որ մեր բոլոր երկաթուղային ճանապարհները, բացի այդ Սևծովյան Վրաստանով ճանապարհը, բոլոր մեր ելքերը երկաթուղային դեպի աշխարհ տեղի են ունենալու կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի միջոցով։ Ինչը նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ունենալու են Հայաստանի վրա ճնշման եւ քաղաքական ճնշման եւ տնտեսական ճնշման բացառիկ լծակներ։ Եվ մենք հասկանում ենք ինչ է նշանակում, երբ որ մենք գործ ենք ունենալու սիստեմային արմենոֆոբիայի վրա եւ գաղափարախոսության վրա կառուցված մի երկրի հետ, որի անունն է այսօր Ադրբեջանի Հանրապետություն։ Մի կարևոր հարց էլ կա, ասենք այն ինչ որ ես ասացի այն երկրների մասին, որոնք չունեն ելք դեպի ծով, անգլերեն դրանց ասում են landlocked countries, այսինքն ցամաքով շրջապատված երկրներ։ Բայց կա նաև այսպիսի մի տերմին double landlocked countries, այսինքն երկակի պրոբլեմ ունեցող, այսինքն երբ որ դու քո ուրեմն ելքը դեպի ծով պետք է անցնի երկու երկրներով։ Աշխարհում երկու երկիր կա, որ այդ կատեգորիայի մեջ են, մեկը Լիխտենշտեյնն է, մյուսը Ուզբեկիստանը։ Հիմա Ուզբեկիստանը մեծ երկիր է, այդ խնդիրը լուծում է, Լիխտենշտեյնը ընդհանրապես Եվրոմիության մեջ է, որևէ նման խնդիր չունի, բայց ինչ վերաբերվում է մեր հասանելիությանը Պարսից ծոցին, մենք նորից երկաթուղային հասանելիությամբ, եթե այս պրոյեկտը իրականացվի, պետք է ունենանք, պետք է անցնենք երկու երկրներով։ Այսինքն պետք է դուրս գանք Թուրքիա, Ադրբեջան, հետո Իրան եւ նոր հասնենք Պարսից ծոց։ Այսինքն մենք double locked country ենք այդ ուղղությամբ, որը նույն համաշխարհային բանկի հաշվարկներով տրանսպորտային գները ավելացնում է մինչև 60-ից 100%-ի, այսինքն կրկնապատկվում են մեր տրանսպորտային ծախսերը, որովհետև դուք դի բանակցես այդ կառավարությունների հետ, ինչ որ խնդիրների լուծման մասին եւ այլն, այս ամեն ինչը թանկացնում է ձեր հաղորդակցությունը, բեռնափոխադրումների հաղորդակցությունը 60-ից 100%-ով։ Այսինքն այս խնդիրն էլ չենք լուծում։ Եվ վերջապես TRIP խաղաղության, այսպես ասած, ծրագրի գլխավոր խնդիրը իմ կարծիքով դա այն է, որ TRIP-ը աշխարհաքաղաքական ռումբ է դնում այս խաղաղության իբր հռչակված խաղաղության տակ։ Այդ խաղաղությունն էլ չունենք, բոլորը գիտեք։ Ինչ առումով։ Տեսեք, այստեղ ես պատկերել եմ ձեզ ցույց եմ տալիս մի քարտեզ, որտեղ մի կողմից արևմտյան բլոկն է ներկայացված, մյուս կողմից ներկայացված է BRICS նոր աշխարհաքաղաքական միավորման անդամ երկրները։ Եվ եթե տեսնում եք, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում հենց հարավային Կովկասում, որտեղ այդ երկու մեծ աշխարհական բլոկերը իրար հետ ոնց որ առերեսվում են եւ այնտեղ կա այդ գորշ զոնաները, որոնք դեռ ենթակա են սուր մրցակցության եւ ազդեցության ծավալման բոլոր խնդիրների։ Եվ մենք հասկանում ենք հետեւյալը, որ այս լուծումը դա լուծում է կապույտ բլոկի համար, այսինքն արևմուտքի համար, բայց սա լուծում չի BRICS-ի համար։ Այսինքն ըստ էության TRIP պրոյեկտի իրականացումը բացարձակապես արհամարում է BRICS երկրների շահերը, լինի դա Ռուսաստանը, լինի դա Իրանը, լինի դա Հնդկաստանը կամ Չինաստանը, որոնք շատ լուրջ հետաքրքրություններ ունեն այս ռեգիոնում։ Ըստ էության սա դառնում է թուրանական մի գործիք, որը արևմուտքը օգտագործելու է իր աշխարհաքաղաքական նպատակներով։ Եվ սա բերելու է սուր մրցակցության, որը ամեն րոպե
կախված է լինելու մեր պետականության վրա եւ ամեն րոպե սպառնալու է պրոքսի պատերազմներով, ցնցումներով, հեղաշրջումներով եւ այլն եւ այլն, որտեվ այս երկու բլոկերը կամ նրանցից առանձին երկրները պայքարելու են ազդեցության գոտու համար։ Հիմա նայեք, նույն վիճակում գտնվել է 1993 թվականում Ադրբեջանը։ Երբ որ աշխարհակահական մեծ մրցակցություններ սկսվել Ադրբեջանի ամենամեծ ռեսուրսի համար, նավթային ռեսուրսի համար։ Այն ժամանակ, քանի որ Արևմուտքը եւ Ռուսաստանը պայքարում են եւ Իրանը պայքարում են տիրապետման համար այդ ռեսուրսի, Ադրբեջանում մշտապես կառավարություններ էին փոխվում, մշտապես ինչ որ խնդիրներ էր ծագում, ապստամբություններ եւ այլն, այդ երկիրը չէր կայունանում։ Այդ երկիրը կայունացավ միայն այն պահին, երբ որ կնքվեց Հեյդար Ալիևի հովանավորությամբ, գլխավորությամբ կնքվեց այսպես կոչված 1994 թվականի դարի կոնտրակտը։ Ես հիմա ներկայացնեմ այդ դարի կոնտրակտի գաղափարը, ուրեմն տեսեք, Ադրբեջանի նավթը ըստ էության բաժանվեց աշխարհական խաղացողների միջև այս փայերով եւ այստեղ շատ կարեւոր է, ասենք Լուկոյլի 10%-ը, եթե տեսնում եք, որովհետեւ դրանով բավարարվեց նաեւ Ռուսաստանի նկարտումները եւ այսուհետեւ Ադրբեջանը կայունացավ եւ հնարավորություն ստացավ նավթադոլարների այդ մեծ իր առաջընթացը ունենալ, հետագայում փոխել ռազմական բալանսը եւ ի վերջո կատարվեց այն, ինչ որ մենք ունեցանք 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ինչու եմ այս գործարքի մասին խոսում, որովհետեւ Հայաստանը կարիք ունի նման մի դարի գործարքի համար եւ այն ինչ որ Ադրբեջանի համար նավթն էր, մեզ համար դա Սյունիքի տարածքն է, որը այսօր աշխարհակահական ճամբարների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես տրանզիտային գոտի։ Եվ բոլորը հասկանում են, ով տիրապետում է այդ գոտուն, նա ստանում է աշխարհակահական մեծ առավելություն հակառակորդի նկատմամբ։ Հետևաբար լուծումը այն է, ինչ որ պիտի լիներ 1994 թվականի Ադրբեջանի կոնտրակտով, հիմա պիտի լինի հայկական դարի կոնտրակտ եւ այս տրանզիտային այս զոնայի գործարկման համար պիտի հրավիրվեն նաեւ այլ փայատերեր, ինչպիսիք են Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ Հնդկաստանը։ Այսինքն մենք խոսում ենք այսպիսի մի պրոյեկտի մասին, որը պայմանականորեն կանվանենք TRIP plus BRICS։ Ուրեմն ես հեսա ձեզ կներկայացնեմ մի ծրագիր, ըստ որի այդ երկաթուղու կառուցումը արժենում է մոտավորապես 3.2 միլիարդ դոլար եւ սա է այն լուծումը, որը օրինակի համար Տեր-Պետրոսյանը դրան հղում կատարեց իր վերջին ելույթներից մեկում, անվանելով դա Զանգեզուրի տրանսպորտային հանգույց, փոխարենը ճանապարհի կամ տրիպի այդ ուղու կամ Զանգեզուրի միջանցքի, իսկ մենք այդ միջանցքը իրականում վերածենք հանգույցի, որպեսզի այս բոլոր խնդիրները, որոնց մասին ես խոսեցի, լուծվեն։ Սրա առավելությունները շատ մեծ են։ Տեսնենք, մենք քարտեզ ունենք, ահա, սա ուրեմն այն երկաթուղին է, որը առաջարկվում է կառուցել։ Եվ այս երկաթուղու կառուցման շնորհիվ մենք լուծում ենք բազմաթիվ խնդիրներ։ Նախ, Սյունիքը կապվում է ամբողջ Հայաստանին, երկաթուղային հաղորդակցությամբ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը ինքը կապվում է իր մեջ, իր բոլոր շրջաններով, երկրորդը այդ երկայնքով գնում է տնտեսական աշխուժացում եւ մենք լուծում ենք նաեւ այն խնդիրը, որ Հայաստանը դառնում է լավ առաջարկ որպես տրանզիտային երկիր, օրինակի համար Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու առումով։ Եթե սա իրականացվում է, մենք լուծում ենք նաեւ այդ double landlocked լինելու
խնդիրը, այսինքն այսուհետև Հայաստանը Պարսից ծոցին հասնելու համար գործ չի ունենա երկու երկրների հետ, գործ կունենա մենակ մեկ երկրի հետ, որն է Իրանը։ Հա, ես էլ էսպես։ Եվ այս ամեն ինչը ասում ենք, բոլոր առավելությունները ներկայացնում ենք այս պրոյեկտի, բայց բնական հարցը չէ ցակում։ Այս կարող է երազանք է, ընդամենը մի հատ տենց երևակայության արգասիկ։ Ես ձեզ ասեմ, որ իրականում ես բավականին երկար ժամանակ տրամադրել եմ նրան, որ այս պրոյեկտի վերաբերյալ հանեմ, ձեռք բերեմ ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան եւ հիմա կարող եմ ասել ձեզ, որ իրականում այս պրոյեկտը պատրանք չի, երևակայության արգասիկ չի, երազանք չի, սա լավ մշակված, կառուցված, հաշվարկված մի պրոյեկտ է, որը իդեպ ես պետք է ասեմ, սկսել է իրականացնել երրորդ նախագահի ադմինիստրացիան, Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան, 2008 թվականին իրենք հայտարարեցին, հենց Սերժ Սարգսյանը հայտարարեց դրա մասին, հետո այստեղ են կանչվել ILF Consulting Engineers կամպանիայի մասնագետները, դա շատ հայտնի ավստրիական կամպանիա է, որը ամբողջ աշխարհով մեծ խոշորագույն ենթակառուցվածքային գործընթացների մշակման մեջ է գտնվում, եւ նրանք արեցին այն ինչ որ անգլերեն կոչվում է pre-feasibility study, այսինքն նախնական մշակումը պրոյեկտի, որը արդեն 2008 թվին գոյություն ուներ։ Այդ փաստաթղթերը մեր ձեռքում կան, ես լավ, ես հետո ցույց կտամ, ուղղակի ես բացատրեմ, թե ինչ մշակվածության մակարդակի է այս պրոյեկտը գտնվում։ Այնուհետև արդեն 2012 թվականին, 13 թվականներին Արաբական Էմիրատներում գտնվող մի կամպանիա, Russia Investments կամպանիան, Հայաստանի կառավարության հետ բան է արել, պայմանագիր է կնքել եւ դրա հետևանքով նաեւ համագործակցելով China Communications Construction կամպանիայի հետ, որը Չինաստանի ամենախոշորագույն բաներից, այդ երկաթուղի կառուցող կամպանիաներից մեկն է, ստեղծվել է մի ամբողջական վերջնական մի պրոյեկտ Հայաստանով այս երկաթուղու կառուցման։ Այստեղ ես ձեզ ներկայացրեմ մարշրուտը, որտեղ քարտեզի վրա երևում է, բայց որ կետերով է այդ ամեն ինչ անցնում։ Ուրեմն Գագարինից սկսվում է, հետո Նորաշեն, Հայրավանք, Գավառ, Գեղարքունիք, Վարդաձոր, Մարտունի, Նշխարք, Քարագլուխ, Եղեգիս, Հերմոն, Կարմրաշեն, Գնդեվազ, Սարավան, Գորայք, Ծղուկ, Շաքի, Սիսիան, Դարբաս, Տաթև, Վանեկ, Կապան, Սրաշեն, Ծավ, Ալվանք, Մեղրի եւ վերջում Ագարակ, հասնում ենք Ագարակ։ Այս ծրագիրը ամենայն մանրամասնությամբ մշակված է, անգամ կամուրջների անհրաժեշտ եւ թունելների կառուցման առումով Այստեղ ներկայացված է, որ ընդհանուր առմամբ պետք է լինի 84 կամուրջ, դա տեսնում եք, շատ մեծ կամուրջների ստատիստիկան, մեծ կամուրջներ, միջին կամուրջներ եւ այլն։ Սա արդեն թունելների բանն է, հաշվարկն է։ Տեսնում եք, որ 60 թունել պետք է կառուցվի։ Հիմա ես մի բան ասեմ, այս ամեն ինչը ասում եմ, միջև մանրամասն դետալների պատրաստված դոկումենտացիայով ինքը գոյություն ունի, այդ սաղ բանը, հաստատեղտերը ящикներով մի տեղ հավաքված են, բայց ես դες սա ներկայացնում եմ այն բանով, հույսով, որ դուք կտեսնեք, թե ինչքան լուրջ հիմնավորված սա պրոյեկտ է, ընդ որում եւ տնտեսական առումով հաշվարկվել է բեռնափոխադրումների քանակը, գնացքների թիվը եւ այլն, եւ եզրակացությունը այն է, որ սա կաշխատի որպես շատ եկամտաբեր նաեւ նախագիծ։
Մնում է մենակ մի հարց տալ, թե այդ 3.2 միլիարդը որտեղից պիտի հայտարարվի եւ ով պիտի իրականացնի այս գործընթացը, այս հարցը շատ բարձ պատասխան ունի։ Իրականում 3.2 միլիարդը այնպեսի գումար է, որ Հայաստանը կարող է անգամ պետական պարտքի ձևով բանանի, հավաքի։ Ձեզ ասեմ 2019 թվականին արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք, երբ որ նա Սին Ցզինպինի հետ խոսում էր, այն ժամանակ անգամ չինացիները առաջարկել էին, որ այդ գումարը տրամադրեն, բայց հայկական պետական գարանտիաների տակ Նիկոլ Փաշինյանը ուղղակի անտեսել է այս առաջարկը։ Ես ձեզ ընդհանրապես պետք է ասեմ, որ ես 2019 թվականին մի շարք ընկերներով շատ լուրջ գործունեություն ենք տանում, որ կառավարությունը այս պրոյեկտը եւ ընդհանրապես հայ-չինական համագործակցության ծրագիրը խորացնի, բայց քաղաքական պատճառներով երևի արդեն որոշ արգելքներով դրված որոշ համաշխարհային մայրաքաղաքներից Նիկոլ Փաշինյանը ընտրեց Չինաստանի հետ իրականում հարաբերությունների սրման տարբերակը, կատարելով երկու քայլ, մեկը այն էր, որ Հայաստանը ընդունվեց նորաստեղծ մի կազմակերպության մեջ, որը ստեղծված էր Միացյալ Նահանգների կողմից Չինաստանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար, դա ույգուրների այդ շարժման բաններ, աջակցության մի կազմակերպություն էր, եւ Հայաստանը այդտեղ ընդունվեց, դուք հասկանում եք ինչ կլիներ Չինաստանի ռեակցիան։ Մյուս ինցիդենտը կապված էր նրա հետ, որ WCIT այդ 2019 թվին Հայաստանում տեղի ունեցած հավաքի ժամանակ, չնայած Չինաստանի բոլոր բաների այդ ճնշումների, այնուամենայնիվ փոխվարչապետ այն ժամանակվա Տիգրան Ավինյանը պաշտոնական հանդիպում ունեցավ IT նախարար, Թայվանի IT նախարարի հետ, ինչի հետևանքով նույնպես խնդիրներ առաջացան Հայաստանի եւ Չինաստանի մեջ։ Ի վերջո այս պրոյեկտը թաղվեց։ Մենք այս պրոյեկտի մասին խոսացել ենք եւ հայ-չինական կառավարական հանձնաժողովի այն ժամանակվա համանախագահ էկոնոմիկայի փոխնախարար Վարուս Սիմոնյանի հետ, մենք խոսացել ենք Մհեր Գրիգորյանի հետ, Նիկոլ Փաշինյանի օգնականների հետ, մենք հասկացանք, որ մենք գործ ունենք պատի հետ։ Պատի հետ։ Երևի այսքանով ես ավարտեմ, միայն մեկ առաջարկ ունեմ մեր իշխանությանը, գիտեք, որ Պետրոս Ղազարյանը ամեն քայլափոխին խոսում է նրա մասին, որ ընդդիմությունը չունի խաղաղության ալտերնատիվ ծրագիր։ Ես ներկայացնում եմ այս ալտերնատիվ ծրագիրը խաղաղության, որը նաև աշխարհական բալանսը կապահովի, նաև Հայաստանի շահերը կապահովի, այն հույսով, որ այնուամենայնիվ հանրային հեռուստատեսությունը, որը այնուամենայնիվ ոչ Նիկոլ Փաշինյանի եւ ոչ էլ Պետրոս Ղազարյանի անձնական բոստանը չի, կհրավիրի մի զրույցի համար, ես ասեմ 2023 թվականից հետո, երբ որ հայաթափվեց Արցախը, մուտքը դեպի հանրային հեռուստատեսություն ինձ համար փակված է, նկատի ունեմ այդ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցները, միջև այդ շատ ռեգուլար կանչում էր, այդ պահից սկսած էլ ոչ մի հրավեր չի եղել, եւ ես հիմա այդ challenge-ը ուղարկում եմ Պետրոս Ղազարյանին, իսկ ավելի ճիշտ բնականաբար իր շեֆերին, ասելով, որ եթե դուք անկեղծ ուզում եք լսեք ալտերնատիվ մի ծրագրի մասին, խաղաղության ալտերնատիվ մի ծրագրի մասին, ես առաջարկում եմ, որ Պետրոս Ղազարյանը հրավիրի ինձ, որտեղ ես կներկայացնեմ այդ ալտերնատիվ ծրագիրը։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, որը ես մի քիչ չարաշահեցի։